Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին աջակցության համար, ընդգծելով, որ Թեհրանի եւ Երևանի միջև հարաբերությունների ամրապնդումը երկու կողմերի շահերից է բխում։ Փեզեշքյանը շեշտել է, որ Թեհրանի եւ Երևանի միջև հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից, իսկ հարցերը որոշվեն բացառապես երկու երկրների անկախ կամքով։ Նա նաեւ նշել է, որ տարածաշրջանից դուրս ուժերի արկայությունը հաճախ բարդացնում է խնդիրները, լուծմանը նպաստելու փոխարեն։ Իրանի նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստանի կառավարության եւ ժողովրդին իրենց առաջնորդի եւ վերջին հակամարտության մյուս զոհերի սպանությունից հետո ցուցաբերած աջակցության համար։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել էր Իրան մասնակցելու Իրանի հանգուցյալ գերագույն առաջնորդ Այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիի հուղարկավորության սգո արարողություններին։ Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան նախաձեռնությամբ հուլիսի 8-ին ժամը 18-ին Երևանի Կապույտ մզկիթում կանցկացվի հիշատակի միջոցառում, նվիրված նահատակ հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիի հիշատակին։ Դեսպանատան տարածած հայտարարությունում նշվում է, որ Խամենեին փորձության ամենածանր օրերին կանգնեց իր ժողովրդի կողքին եւ դարձավ նվիրվածության, տոկունության եւ անձնվեր ծառայության խորհրդանիշ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին եւ փոխնախագահ Ջեյդի Վենսին ազգային տոնի անկախության օրվա առթիվ։ Ուղերձներում վարչապետը նշել է, որ Հայաստանը եւ ԱՄՆ-ն միավորված են երկարամյա բարեկամությամբ ու ընդհանուր արժեքներով, ընդգծել է հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության խորացումը, ինչպես նաեւ կարեւորել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում ԱՄՆ-ի դերակատարությունն ու երկկողմ համագործակցության հետագա զարգացումը։ Մինչ սահմանադրական դատարանի որոշման հրապարակումը ուժեղ Հայաստան դաշինքի առաջին համարը զբաղեցնող Նարեկ Կարապետյանը հանդես է եկել գաղափարական ուղերձով, ներկայացնելով իր քաղաքական ուժի հավատամքը։ Նրա խոսքով հայ ժողովուրդը սովորական ժողովուրդ չէ, այլ ընտրված ազգ, որն ունի պատմական առաքելություն։ Այս ճակատագիրը, որ մեզ հասել էր, ճակատագրի հիմնական ուղերձը այսպիսին էր՝ տարածել գաղափարները այդ, ստեղծել ուժեղ հասարակություն, որը հնարավորություն կտա աշխարհին լինել որպես օրինակ։ Նա նաև հայ ժողովրդին համեմատել է հրեա ժողովրդի հետ, նշելով, որ վերջինս կարողացել է իրականացնել իր պատմական առաքելությունը, մինչդեռ իր գնահատմամբ հայ ժողովուրդը դեռ պետք է լիարժեք գիտակցի եւ ստանձնի իրեն վերապահված դերը։ Մականորեն ընտրված է եւ ունի առաքելություն։ Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Մայր Հայաստան կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի նկատմամբ կիրառված կալանքի որոշման դեմ ներկայացված բողոքը։ Այս մասին հայտնել են կուսակցությունից, հավելելով, որ որոշումը բողոքարկվելու է Վճռաբեկ դատարանում։ Փաստաբանական թիմը վիճարկում էր առաջին ատյանի դատարանի կայացրած երկամսյա կալանքի որոշումը։ Ըստ դատարանի, Անդրանիկ Թևանյանի դեպքում թաքնվելու ռիսկ չկա, սակայն արկային նախաքննությանը խոչընդոտելու եւ նոր հանցագործություն կատարելու հավանական ռիսկեր։ Փաստաբան Արամ Օրբելյանը ընդգծել է, որ դատարանը չի անդրադարձել հիմնավոր կասկածի վերաբերյալ իրենց փաստարկներին, կիրառելով ստանդարտ ձևակերպում, թե այս փուլում այն ապացուցելու անհրաժեշտություն չկա։ Փաստաբանը պնդել է, որ վարույթում ներառված նյութերը հանցագործության մասին չեն վկայում, հետևաբար հիմնավոր կասկածի մասին խոսք լինել չի կարող։ Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Սանկտ Պետերբուրգին, ինչի հետևանքով նավթային տերմինալում հրդեհ է բռնկվել։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Տելեգրամում հայտնել է, որ պաշտպանության ուժերը հարվածել են նավահանգստի նավթային ենթակառուցվածքներին, որոնք միջոցներ են ապահովում ռուսական բանակի համար, ինչպես նաև հարվածել են Կրոնշտատին, որը կարևոր ռազմական թիրախ է։ Вооруженные силы России продолжают. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամայել է շարունակել Ուկրաինայի ուղղությամբ հարվածները, մասնավորապես ռազմաարդյունաբերական ենթակառուցվածքներում։ Պուտինը սպառնացել է ընդլայնել անվտանգության գոտին Ուկրաինային հարակից տարածքում՝ ի պատասխան Կիևի զինված ուժերի քաղաքացիական օբյեկտների վրա հարձակումների։ Միջուկային զենքի փոխարեն Իրանը հայտնաբերել է մեկ այլ զենք՝ Հորմուզի նեղուցը, հայտարարել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ Մենք քննարկում ենք եւ համաձայնություններ ենք ձեռք բերում, թե ինչպես է նեղուցը շարունակելու գործել, ասել է նա։ Մեդվեդևը նաեւ զգուշացրել է, որ Իրանի իշխանությունը ունի ջերմամիջուկային զենք՝ Բաբել Մանդեբի նեղուցը։ Նա հայտարարել է, որ եթե այն փակվի, նավթի եւ նավագնացության բոլոր այլ փոխադրումները կարգելափակվեն։
Այսօր դուրս են բերել Իրանի գերագույն հոգևոր նախկին առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեիի մարմինը։ Ըստ ժամանակացույցի հուլիսի 6-ին կցուցադրվի հանրային հուղարկավորության թափորը, հուլիսի 7-ին արարողությունները կտեղափոխվեն Ղոմ քաղաք, իսկ հուլիսի 9-ին Խամենեին կհուղարկավորեն Մոշհադի Իմամ Ռեզայի սրբավայրում։ Սուքո միջոցառումներին կմասնակցի շուրջ 100 երկրի պաշտոնական պատվիրակություն եւ կրոնական գործիչ։ Հազարավոր իրանցիներ հավաքվել են Թեհրանի հեղափոխության հրապարակում ցույցի։ Նրանց ձեռքերում պաստառներ են սպանված գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի եւ նրա ընտանիքի անդամների նկարներով։ Իրանցիներն արդեն ավելի քան 100 օր պարբերաբար հավաքվում են Թեհրանի եւ այլ քաղաքների տարբեր հատվածներում ի պաշտպանություն երկրի միասնության։ Հավաքվածների հիմնական կարգախոսն ու կոչն է իշխանությանը եւ բանակին։ Դուք պաշտպանեք ճակատը, մենք փողոցը։ Հրապարակի կենտրոնում տեղադրված է հանրապետության հանգուցյալ առաջնորդի սեղմված բռունցքի տեսքով հուշարձանը, որը խորհրդանշում է Իրանի ժողովրդի տոկունությունը։ Communism is a mortal threat. Մենք ամբողջովին ջախջախեցինք Իրանին, հիմա նրանք երազում են մեզ հետ համաձայնության գալ։ Մենք նրանց մեկ շաբաթ ժամանակ տվեցինք հուղարկավորության համար, որովհետև մենք բարի ենք, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Սպիտակ տան ղեկավարը կոմունիզմն անվանել է ԱՄՆ ազատության գլխավոր մահացու սպառնալիքը, այն համարելով ավելի վտանգավոր, քան առաջին եւ երկրորդ համաշխարհային պատերազմները կամ սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունները։ Նա շեշտել է, որ Ամերիկան երբեք կոմունիստական երկիր չի դառնա։ Թրամփը կոչ է արել նաև անհապաղ ընդունել «Փրկենք Ամերիկան» ակտը, պնդելով, որ դա թույլ կտա 100 տարի շարունակ չպարտվել ընտրություններում, իսկ կոմունիստական կուսակցությունը նա բնութագրել է որպես անօրինական ներգաղթյալներից ու հանցագործներից կազմված խումբ։ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ իշխանությունը պատրաստվում է իրադարձությունների զարգացման տարբեր սցենարների եւ զգուշացրել է, որ առաջիկա ամիսները կարող են դառնալ իսկապես վճռորոշ Ռուսաստանից եկող սպառնալիքի տեսանկյունից, հայտնել է BBC-ն։ Տուսկը մեկնաբանել է ԶԼՄ-ների հրապարակումները, որոնց համաձայն Մոսկվան իբր զինված սադրանք է պատրաստում Լեհաստանի դեմ ստուգելու ՆԱՏՕ-ի վճռականությունը։ Լագոսում հորդառատ անձրևները հանգեցրել են հեղեղումների, կատվածահար անելով երթևեկությունը եւ սուզելով տներն ու տեղական շուկաները։ Մարդիկ քայլում են ծնկներից բարձր ջրի միջով, բազմաթիվ մեքենաներ մնացել են ճանապարհներին, իսկ տեղումների պատճառով դպրոցներն ու ձեռնարկությունները ստիպված են եղել փակվել։ Բնակիչները լուրջ մտահոգված են վարակների տարածման կապակցությամբ, կեղտոտ անձրևաջրերը իրենց հետ բերում են խոլերայի եւ աղիքային ցուպիկի վտանգ։ Իշխանությունը բնակիչներին հորդորել է աղբ չթափել փողոցներում եւ ջրատար անցուղիներում։ Նիգերիայում այժմ անձրևների սեզոնի պիկն է, ինչի պատճառով ջրհեղեղների ռիսկը կտրուկ մեծանում է։ Երկրում սպասվում է նորմայից բարձր տեղումների քանակ։ Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսը պարգևատրել է 12 երկրից ժամանած 478 միջազգային մասնագետի եւ 36 որոնողական շան։ Անցած շաբաթ տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերից հետո իրականացված որոնողափրկարարական աշխատանքների համար աղետի գոտում աշխատած միջազգային թիմերին եւ դրանց 4 օտանի օգնականներին շնորհվել են Վենեսուելայի հերոս եւ Վենեսուելայի շուն հերոսներ պատվավոր շքանշանները։ Փրկարարական աշխատանքներին մասնակցել են պատվիրակություններ Եվրոպայից, Արևմտյան Ասիայից եւ Լատինական Ամերիկայից։ Ըստ ազգային ժողովի նախագահ Խորխե Ռոդրիգեսի ներկայացրած վերջին տվյալների, աղետալի երկրաշարժերի հետևանքով զոհվել է 2645 մարդ, 12666-ը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ։ Երկրի վրա սկսվել է G3 մակարդակի մագնիսական փոթորիկ, հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի արեգակնային աստղագիտության լաբորատորիան։ Գեոմագնիսական փոթորիկը սկսվել է նախնական կանխատեսումից մոտ 1 օր ուշացումով։ Երկրի մագնիսական դաշտը գրեթե 24 ժամ դիմակայում էր արեգակնային զանգվածի արտանետումներին, սակայն ի վերջո չի կարողացել դիմակայել դրանց ազդեցությանը։ Իր հզորությամբ սա արդեն երրորդն է այս տարվա ընթացքում։ Չնայած արեգակի վրա ներկայումս նկատվող բծերի հսկայական խմբերին, դրանք դեռևս չեն առաջացրել սպասված գերհզոր բռնկումները, թեև գիտնականները նախապես զգուշացրել էին նման հավանականության մասին։